Ռուբեն Ավագյան, 44-օրյա պատերազմի ծայրահեղ վիրավոր։ Այսօր աշխատանք ամեն ինչ թողած եկել եմ մեր եկեղեցու, մեր գիտեմ ազգի թասիպին կանգնելու համար, ու այստեղ հավաքվել էին մի խումբ սրիկաներ պարզապես, տարբեր դիմակներով, տարբեր շորերով, այսպես չգիտեմ, ու իրանք բախում հրավիրեցին, մենք գնացինք իրանք ոնց որ հետ մղելու, պարզապես հետ մղելու, ոչ ինչ որ գործողություններ կատարելու մեր կողմից, ուղղակի չթողալու որ սուրբ տարածք մտնի, ինչ որ մի սատանի հետևանք, բայց այդ հենց իրենց զորքերից սկսեցին սադրել տակից հարվածներ հասցնել ժողովրդին։ Ոստիկանները, հենց անձամբ ոստիկանները սադրեցին տակից հարվածներ հասցրեցին ու չգիտեմ, այս ամեն ինչ ուղղակի նկարահանող խումբ երևի չկար որ կարողանար այդ ամենը ֆիքսել, բայց եթե հարցնենք, այստեղ էլի մարդիկ կային, որ տղաներ կային, որ դա ամեն ինչը նկատել են։ Խնդրեմ այս ամեն ինչը արձանագրել ու թող ժողովուրդը դրա մասին տեղյակ լինի։ Հենց Վեհարանի դարպասների դիմաց։ Նպատակը ո՞րն էր։ Նպատակը ներխուժել Վեհարանի տարածք։ Իրանց։ Մեր նպատակը հետ մղելներ չթողալն ներս գործել սրբազան տարածքներ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի նպատակը նաև քաղաքացիական բախումներ հրահրելն է։ Գուցե ոստիկանները նաև այդ պահանջն էին կատարում։ Դա մենք արդեն մի ամիս, երկու ամիս չի որ նկատել ենք, շատ երկար ժամանակ, տարբեր, ասած, կերպերով է, միայն եկեղեցու պես չէ, էլի, նաև սրբազան դաշինքից հավաքած սրբազանից բացի նաև հետագայում եղավ Զարթնիլա ու մի շարք այլ տարբեր բաներ, որի ժամանակ նրանք փորձում էին ստեղծել քաղաքացիական պատերազմ, հետո հասկացա, որ եկեղեցին ժողովրդի կողմն է, դրա համար փորձեց եկեղեցուց ինքը հենց մանր, հենց ժողովրդին առանձնացնել ու բաժանել ազգը մի մասի, ներկա դրությամբ կոնկրետ ձեր ասած այդ համաձայն եմ, որովհետև վստահորեն ձեզ ասում եմ, որ եթե ոչ կիսա քաղաքացիական պատերազմ է սա արդեն։ Այն էլ եկեղեցում, արդեն սրբության բոլոր նորմերը, բոլոր կարմիր գծերը հատել է սա։ Չեք կարծում, որ այլևս չպետք է հանդուրժի մեր ժողովուրդը, արդեն հնչել է եկեղեցու զանգերը։ Կարծում եմ, որ պետք է ոչ միայն Երևանից, Էջմիածից մոտ տարածքներից, այլ նաև Մեղրիից, Վանաձորից, Գյումրիից տարբեր ժողովուրդ հավաքվի այստեղ